Ժորժան, ես վերջերս ինչ-որ մարդիկ լիքը ոգևորվել են բենզինայինի վարողները, այն իմ հոլովակից հետո խնդրում եմ, որ ամենավատ էլեկտրոմոբիլի մասին եմ խոսում, դե իմ մոտ ամեն ինչ արդար ազնիվ անկեղծ թափանցիկ է, եթե վատա ասում եմ վատա, եթե շատ վատա ասում եմ շատ վատա մի առեք։ Մարդիկ ոգևորվել են, կարծել են բոլորն է վատ։ Հարգելներս, բենզինայինի վարողներ ջան, քարեդարից մնացած մարդիկ ջան։ Նախ հեսա շատ մոտ ապագայում մի 10 տարուց երևի էլի, կամ 20 Բենզինայինները առաստակ վերանալու են, բոլորը ասում են էլեկտրականների։ Դուք պետք է քաչ գիտակցեք, արդեն մանդից սկսեք թաթիկով անել ձեր բենզինային մեքենաներին։ Այն դարը ապրած, ես զարմանում եմ ոնց կարելի է 26 թվին բենզինի ես հորգներով կամ հեղուգազի ես 273 դրամ։ Ու գնալ բենզինային թազա բենզինային ավտո առնել 26 թվին, դի պրոստը աբսուրդ եմ համարում։ Չգիտեմ ասում։ Չեմ ուզում կոմենտամ։ Ասենք ինչ բենզինային ավտո։ Ասենք որ դառնա հիմա ասենք։ Նախ էլեկտրականի գները ժողովուրդ ջան, հիմա եկը ոտակա էլի։ Կոպեկներ է, սկսում է $13700 Ասենք նյուժել դուք պատրաստ եք 20000 $20,000 բենզինային ավտոին փող տալ, այն ժամանակ երբ որ էլեկտրականը 137-ից սկսում է, բայց 20-25-ով լիքը գժական բոմբ ավտոներ կան 26 թվի արտադրության, ասենք 15+ տարի ծառայող։ Մի հատ խնդրում եմ վերանայեք ձեր մոտեցումները հարգարժան բենզինային վարողներ ջան։ Իմ ընկալմամբ դուք մնացել եք քարեդարում, եթե 26 թվին դուք գնում եք ու տուպը բենզինային ավտո եք առնում։ Լավ, գոնե հիբրիդ, էլի, գոնե հիբրիդ։ Լավ, ինչևէ, ամեն մարդ անում է ինչ ուզում է, ես գտնում եմ դա սխալ։ Ասենք ինչ բենզինային ավտո, ասենք, լավ չէ, 26 թիվն է։ Լավ, հələ քշած բենզինային ու դաժե նույնիսկ քշած ժողովուրդ ջան, նույնիսկ եթե քշած է ձեր բյուջեն, ասենք $13700 100% ճիշտը 26 թվի արտադրության Chang'an Q05-ն է թափ-թազա 26 թվի 13.7-ով էլեկտրական մաքուր, քանց թե ինչ որ քշած, մի քանի տեր փոխած, մեջը լկստված, խփած, ջարդած, սարքած բենզինային մեքենա։ Կապ չունի դեպքում ինչա, Kia Forte կլինի, Toyota Camry կլինի, ինչ ուզում ալի, Nissan կլինի, ինչ ուզում ալի, ասենք աբսուրդ է դա հասկանում եք 13.7 տալ բենզինային քշած 17 կամ 18 կամ 20 թվականի ավտոյի, այն որ մեջը ասված գիտի ինչ են մարդիկ արել։ Փողներով թափ-թազա յուղը վրան էլեկտրական աբսուրդ եմ դա համարում։ Մի հատ վերանայեք ձեր մոտեցումները, թաթիկով արեք բենզինայինին։ Մի հատ նայեք այս հոլովակը։ Ուրեմն լավ, թեմայից շատ շեղվեցի, հիմա անցնենք բուն հոլովակին։ Հարգարժան բենզինային վարողներ ջան, այս ավտոն, այս հոլովակը ձեր համար է, մի հատ նայեք։ Ուրեմն 13700 սեգմենտում ժողովուրդ ջան, ամենալավ իմ սուբյեկտիվ գնահատմամբ էլի, եսի նորից ես սուբյեկտիվը ահավոր։ Կարակ անջատեք գնացեք ձեր գործերով։ Ուրեմն 13700-ից լավ մինչև 16000-ի մեջ, 13.7-ից 16-ի մեջ։ Առաջի տեղում է, իհարկե, Chang'an-ը, առհասարակ Chang'an-ը այս տարի գմփցրել է բոլոր սեգմենտները, որին հեսա այս կանադառնամ, մինչև 30000-ի մեջ ենք դիտարկում այսօր։ Այսօր բյուջետային էլեկտրոմոբիլների մասին է, լավ բյուջետային։ Լյուքսայինները կլեն հաջորդ հաղորդման ժամանակ, որոնք որ պատերով ցբխում են ձեր BMW, Audi, չգիտեմ ընդ ինչ կա, в общем, էլի ձեր այն քարյակը։ Եմ որ ասում եմ, դե գերմանական քարյակ, ձեր գերմանական քարյակը ժողովուրդներս, հարգելինս, գլուխը պատով է տվել։ Համատած էլեկտրական չինականների հետ։ Հա, բենզինայինով իհարկե հա, իրանք առաջատար են, բայց բենզինայի դարը արդեն ավարտվում է, իսկ էլեկտրականի դարը, որ արդեն սկսվել է ու հեսա ընդհանրապես մորթելու է ձեր բենզինային ավտոներին, մի խոսքով մյուս հոլովակում ես լյուքսային կներկայացնում եմ ձեր BMW, Mercedes, չգիտեմ, Audi, Porsche, այն որ ասես բռնում են մորթում են այդ ամեն այդ ավտոներին, չինականները 3 անգամ ավելի էժան գնով։ Ինչևէ, հիմա անցնենք մեր տոպին։ Ուրեմն 13700-ից 16000-ի մեջ ժողովուրդ ջան, իհարկե Chang'an Q05 Air կոմպլեկտացիան 13.7-ը, 405 Max-ը 15.8 կամ 15.7 կարող է։ Հետո մի հատ նոր կոմպլեկտացիա հայտնվել 400 Ultra պանորամային տանիքով, ընդհանրապես 16500, դա շատ լավ տարբերակ, երևի ամենալավ տարբերակն է։ Հա քիչ է գնում, բայց full-ն է, պանորամային տանիք ունի։ Հետո գալիս է 500-ները արդեն, ու ադապտիվ կախոցով, լավ 500-ների առավելությունը, որ կախոցը ադապտիվ է, 500 Max-ն ու 500 Pro-կա, դա մոռացեք, դա չարժի, 500 Max-ը 16800 կարծեմ, հա։ Ու 500 ամենաֆուլ 500 Ultra-ն 18300, բայց մի հատ մեծ մինուս ունի, աշկ մտնող, թխիա Chang'an-ը որ շետ տենց անի մի հատ պատասխան է կոմենտներում, խի բոլոր մնացած կոմպլեկտացիաները անգլերեն թարգմանվում են ու գալիս են անգլերեն թարգմանած, իսկ ամենաֆուլը գալիս է չինարեն, մարդիկ չեն կարող անգլերեն թարգմանել, որովհետև Chang'an-ը ինադու է տենց արել, որոշել է տենց բան անի, բշտի հարուստ մարդկանց ու իրենց ասի չպետք է վարեք չինարեն, մենակ ավելի ցածր կոմպլեկտացիա գնողները իրավունք ունեն անգլերենով վարեն, այսինքն
ինչ ռասիստական մոտեցում է, մի հատ կոմենտում գրեք հարգարժան չանգան։ Խի մենակ full version անգլերեն չի թարգմանվում ոչ մի ձև։ Ինչ որ սահմանափակում կա ավտոյի մեջ, ասենք խի ատենց է, այս ինչ տապորական մոտեցում է, լավ չեք դուք։ Ինչևէ, այս գնային սեգմենտում առաջատարը միանշանակորեն Q05-ն է, եթե խոսում ենք ջիպերի մասին, առհասարակ էլեկտրոմոբիլի մասին, որովհետև դա սեդան է, այս գնային սեգմենտում չկա, նորմալ։ Միայն ջիպալն է դու Ժողովյան։ Երկրորդ տեղում արդեն նոր գալիս է BYD-ի Yuan Up, որ միանշանակորեն զիջել է դիրքերը, BYD Sigul, որը ընդհանրապես զիջել է դիրքերը։ Մի խոսքով, եթե բյուջետային Jeep crossover մինչև 16000-ի մեջ, 13.7-ից ուրեմն Q05 միանշանակ աներկվա, խնդրեմ, հոլովակը ստեյա մանրամասն փաստերապացում, որ այս ավտոն վերջնա, դեմպինգը անխնա, չանգանը BYD-ին մորթում է ուղակի, քցելա պոլին, ոտով տշում է, ASTP որակով ավտո STP էժան BYD-ին առհատ է ունի։ Դաժե մոտապագայում, չգիտեմ, ունի թե չէ, հիմա հասած չունի։ Դրա համար BYD-ին всё, ոչ BYD։ Առաջատարի թագը ասած դրելա միայն գնացել է ծխելու։ Հիմա չանգան առաջատարը այս լյուքսային սեգմենտում ու ոչ միայն այս լյուքսային, առհասարակ հեսա կտեսնեք շատ դեպքերում չանգան առաջատարը։ Չանգան նշանակում է նաև ավատոր, ձիպալ, մենակ բան չի, էլի, Q05 չի։ Q1 չի, դա Q1-ը նոր բան է։ Մի խոսքով, եթե անցնում ենք հաջորդ սեգմենտ ժողովուրդ ջան, նու 10 մի քիչ բարձրանանք վերև $20000, 20-22000-ի շեմը ու դիտարկենք crossover-ները նորից ստեկարկին առաջի տեղում ահա խնդրեմ ձիպալ S05-ն է գին որակով մորթումա բոլորին պրոստը մորթումա որովհետև 20000 դաժե 10500-ով էժանացել է հիմա 10500-ը կարծեմ 520 max-ը իմ մոտ Չինաստանում պատվեր Viber WhatsApp գիտեք արկա չի արկայի գինը իմացեք միշտ 2-3000 ավելի թանկ է ժողովուրդ ջան եթե ուզում եք էժան պետք է պատվիրեք մի 50 օր սպասեք գա հասնի կանխիկով 520 max-ը 19.5 է այդ գնային սեգմենտում ոչ Geely-ին ոչ BYD-ին Yuan Plus-ը դաժե մոդիկ է ավտոին չունեն որտեղ այս ավտոն նախ հետևի քարշակ է իսկ ճիշտը պետք է հետևի քարշակ լինի իհարկե crossover-ը նու Այս միջին գաբարիտներին կարա արժևի ելին, այդպես քրիտիկական չի, բայց մեկը ճիշտ է հետևին է, որովհետև նույն Geely Galaxy 5-ը ես քշել եմ, ոնց որ 7-ի մեջ նստած եմ, բայց այս Jeep-ը, ասենք ոնց որ սպորտ քար լինի հետևի քարշակ, կառավարելի հզոր 272 ձիաուժ, տալիս հատկացնում է Yuan Plus-ը ընդամենը 204-ը, Geely Galaxy-ը ընդամենը 218-ը, երկուսն արժևի քարշակ են, ու դա զգացվում է, դա զռում է, հատկապես Geely-ի դեպքում, որտեղ ինքը գաբարիտն ավելի մեծ է, Song Plus-ին համարյա հավասար է։ Yuan Plus-ը ես քշում եմ, օքեյ է, տենց չեմ նեղվում, բայց էլի տարբերություն զգում եմ, երբ որ քշում եմ S05 սարեր զորեր է։ Պրոստը դուք չեք քշել ժողովուրդ ջան, չգիտեք, ես չեմ սրավնից, էլի հասկանում եք։ Մի հատ որ քշեք իմանաք, էլի ինչի մասին եմ խոսում։ Մի կանգնեք, ձեր ավտոն գովեք։ Yuan Up, Yuan Plus, ախ, Song Plus լավ չանդադարում այդ ավտոին, մեր այդ ավտոն քննելով։ Մի խոսքով ճիշտ է հետևի քարշակն է, S05-ը մորթում է բոլորին առաջի տեղ։ Այդ գնային սեգմենտում երկրորդ տեղ ես կտայի Geely-ին, ուղի Geely-ին ոչ թե Yuan Plus-ին, որտեղ Geely-ին կարացել է հեռահարությունը 610 դարձնի, ես այդ գնի մեջ, նու 21-22-ի մեջ 610 հեռահարություն է, հա լավ, սրահով զիջում է իհարկե BYD-ին սրահի որակով, բայց 610 հեռահարության հաշվին իհարկե երկրորդ տեղ Geely-ին, որտեղ Yuan Plus-ը ինչքան է լավը չլինի, ինչքան ես չսիրեմ ֆանատը չլինեմ, բայց դա օբյեկտիվորեն իմ ավտոն է, բայց չեմ ասում Yuan Plus-ը, էլի որտեղ ազնիվ արդար անաչառ ամեն ինչտեղ միայն դառը ճշմարտություն ինվնաց ինձ լիքը հաճախորդ եմ կորցրել ասում եմ ախպեր վատնա գնացել ոչ տեից այդ ավտոմոբիլին ինձ չի առել ավելի լավ ես միայն լավն եմ վաճառում ուրեմն երրորդ տեղ նոր Yuan Plus էլի շատ լավ մեքենա է բայց երրորդ տեղում է ժողովուրդ ջան այս գնային սեգմենտում 20 21 22-ի մեջ նու կապված կոնֆլիկտացիայից ու հիմա խնդրեմը ինչն է Yuan Plus ճարելը մի հատ թեմա է առհասարակ BYD գտնելը շուկայում հատկապես տոպ կոմպլեկտացիա դա իրանց 180 օրենքի պատճառով մի հատ թեմա է в общем պրոբլեմա շատ ավելի հեշտ է դիպալ գտնել քան թե BYD եթե տեղափոխվենք մյուս սեգմենտը արդեն 25-26000 այդ 25-26000-անոց ընտանեկան մեծ crossover-ների սեգմենտում այստեղ արդեն արդարության հանուն արդարության ասեմ որ հաստատ BYD-ն առաջատարի ես կարծում եմ Citroen 06-ով հա եթե դիզայնը դա դիզայնը սուբյեկտիվ մոմենտ է եթե հաշվի չառնելով թե չավիրացա մի հատ ասում կորնեք դիզայնը ուղղակի ավիրացա բոլորին գործեց հանեք ով այդ դիզայնը արել Արգաժան Վոլգան Էգերջան դու տեսել ես լավ չես ոնց կա դա ոնց է դա вообще հաստատ է դա թեմայի շեղվեցինք ուրեմն ըստ որպես մեքենա գին որակով փափկությունով կոմֆորտով ամեն ինչով Citroen 01-ը առաջինն է BYD S սեգմենտում 1-ից 1 իրան զիջում է երկրորդ տեղում է Jeep-ը էլեկտրական է Jeep-ը էլի ոչ հիբրիդ մենք հիմա խոսում ենք միայն էլեկտրական ավտոմոբիլի մասին հիբրիդը մի հատ ասում կնայեք TikTok-յան երկրորդ տեղում է Jeep-ը 07-ը էլեկտրական ինքը մի քիչ ավելի թանկ է ու կարծում եմ մի քիչ զիջում է կոմֆորտով կարող է հզորությամբ չի զիջում հզորությամբ կարող ավել է հա
272 ձիաուժա, C-Line 06-ը 245-ա, բայց կոմֆորտի առումով, հարմարավետության հենց ընտանեկան հարմարավետ մեքենայի առումով դիպալը դիջում է C-Line 06-ին իմ գնահատմամբ։ Հա, եթե ջահել աղջիկ եք, ջահել տղա եք, հա դիպալը 07։ Բայց ընտանիքի համար ճիշտ է C-Line 06-ն է S գնային սեգմենտում։ Ու S գնային սեգմենտում G-Lin ժողովուրդ ջան ոնց որ թե ոչ մի չի առաջարկում, ինքը դաժե երրորդ տեղում չի 25-26-ից ուրիշ լավ ընտանեկան crossover ես մեր Հայաստանի պայմանների համար լավ էժան նկատի ունեմ։ Ու գին որակով մենք հիմա խոսում ենք գին որակ հարաբերակցության մասին, էլի։ Որ գին որակով ամեն ինչ լինի վրանց ոնց պետք է լինի։ Չենք խոսում ամենալավ էլեկտրոմոբիլների մասին, ոչ գին որակով։ Մի խոսքով այս գնային սեգմենտում ոնց որ թե այդ երկու մեքենան է կամ C-Line 06 կամ Deepal 07։ Նու Leopard-ը ես չեմ դասում այստեղ, որովհետև հա էլի գին որակով շատ լավն է, մի հատ էս նայեք անպայման ու ինքը կարելի ասել էլի առաջատար է 4 քաշողների սեգմենտում, հա։ Եթե խոսում ենք 4 քաշողների մասին, բոլորին մորթել է, այս հարցում, հա, ինչ արդար են արդար, BYD-ին բոլորին սատկացրել է, բոլորին մորթել է, որովհետև вообще ոչ մեկ այսօրվա իրագինը 28000-ի կարգի է մոտավորապես։ 28000-ով ոչ մեկ 4 քաշող, 420 ձիաուժանոց լիսյանից հզոր մեքենա ոչ մեկ չի առաջարկում, ոչ Geely-ին, ոչ Chang'an-ը, այդ առումով հայրան կիլոմետրով BYD-ից հետ են, այստեղ հալալա Վանչուանֆոին respect հալալա մալադես իրոք այս գնով $28000 4 քաշող գազան ջիպ հա պուճուրիկա բան չասի բայց դա 4 քաշողը 420 ձիաուժա ոչ մեկ չի առաջարկում եթե դες պետք է տենց մեքենա միանշանական անել բա ուրիշ մրցակից չունի Leopard 3-ն է ուլտրա կոմպլեկտացիան միանշանակորեն sense մեքենա է ես քշել եմ վարողները գոհ են բայց ինքը ընտանեկան չի էլի ինքը ընտանեկան չի ինքը շատ է ոսորդության ընկերական քաղաքից դուրս գնալու որտեվ իր մեջ car seat ձեր կինը ձեր երեխան մյուս ձեր չգիտեմ կնոջ մաման մի խոսքով չեն տեղավորվի տուպը էլի բագաժնիկն է պուճուր մի խոսքով ինքը ընտանեկան մեքենա չի ընտանեկան C-Line 06 ու եթե բարձրանանք այլ ավելի բարձր սեգմենտ 30-ից 32 այսպես ոչ հələ ոչ չեմ ուզում դրանից ավելի բարձրանամ էլի 30-ից 32-ի մեջ երևի առաջատարներից են էլի այստեղ արդեն իմ կարծիքով ավատարն է ավատար 07-ն է իմ կարծիքով առաջատարը միանշանակ որովհետև 31500 է կարծեմ իմ մոտ էլիտ կոմպլեկտացիան ու հիբրիդը էլեկտրական մի քիչ ավել մի խոսքով ավատարը ստեղ տեղավորվում է ինչը էլի Chang'an-ինն է BYD-ին այս սեգմենտում ոնց որ թե մեքենա չունի որովհետև տանգը L-ը լավ տանգ է մի խոսքով ոնց որ թե BYD-ին ստեղ չունի Deepal-ներ այս սեգմենտում նու S09-ը ունի, բայց S09-ը հիբրիդ է, որովհետև ավատարը էլեկտրական է ունի, էլի տեղավորվում է պլյուս մինուս, մի քիչ կարող ավելի թանկ, բայց տեղավորվում ակուր էլեկտրական է։ Ու S09-ը Deepal-ի թանկ է, 40000-ի կարգի է, մի խոսքով այս հա մեկ է լիպ մոտորն է, երկրորդ տեղում ժողովուրդ ջան լիպ մոտոր C11-ն է, եւ ավատարից հետո մի քիչ ավելի էժան է, լիպ մոտորը մի 30-ի կարգի, ավատարը մի 32-ի, բայց էլի լիպ մոտորը էլի շատ լավն է, եվրոպական ստանդարտներով, Stellantis կոնցերնի մաս կազմող, Եվրոպայի համար թողարկվող նապակաշի 300 ձիաուժ, մի խոսքով, հաստատ Deepal-ից, հա Deepal-ից թանկ է, բայց Deepal-ից հաստատ լավն է, Deepal 07-ից։ Մի խոսքով այս գնային սեգմենտում լիպ մոտոր C11 նու Mazda EZ60-ը, հա երևի մեկ է Mazda EZ60-ը ստեղ կմցնեմ էլեկտրական է լինում է, էլի մի 30-ի կարգի կլինի, նու 31 կարող է, նու 30, բայց դե իմ կարծիքը Mazda-ի մասին ստեղ է, այնպես չի որ բոմբ մեքենա է, չէ, ինքը երրորդ տեղում միանշանակ։ Ես մի խոսքով առաջ տեղը Avatar 07, երկրորդ տեղում Leap Motor C11, եթե խոսում ենք այս գնային սեգմենտի մասին, երրորդ տեղում Mazda EZ60, ինչը ցինկապատ չի, ինչի հետևի կրիլոնելը պլաստմաս է, ասենք լավ չէ։ Mazda ջան, մի հատ այս հոլովակը մի հատ նայի։ Մի հատ նայեք էլի, գոնե ռեստարում դզեք։ Ինչ նշանակում հետևի կրիլոնելը պլաստմաս։ Ավտոյի 40%-ը պլաստմաս է ժողովուրդ ջան, ես դուժ բան եմ ասում։ Ոնց որ одноразовый խաղալիք լինի։ Մի խոսքով։ Ու մեկ էլ մոռացա սեդանների սեգմենտը աչքաթող արեցի, հիմա վերադառնանք սեդանների սեգմենտին, ուրեմն եթե հետ ենք իջնում նորից $20000 բյուջե ու սեդանների սեգմենտ նորից Chang'an-ը մորթել է BYD-ին անխնատ տվեց սատկացրել է պատերով, ասես ծբխել է բոլորին առհասարակ, դե հոնչի մասին էլ չասեմ, մի հատ նայեք այս հոլովակը։ Այդ ավտոյից հանգարց չառնեք։ Բոժու պասի, ինչ հոնչի։ Եթե կա Chang'an Nevo A06, որը որ BYD քին էլին էլ է ծբխում պատերով, քին պլյուսին էլ չասեմ։ Առհասարակ սեդանների սեգմենտում 20000, հիմա ակցիայի տակ է, ավտոն 29300-ից իջել է 10600։ Ջրի գին ինքնաժոքի սածր։ Մի խոսքով ձրի են այդ ավտոն ձեզ տալիս, էլի։
Ակցիա է քանի, մոտավորապես մի 10 օր կտևի հələ։ Շտապեք 19600 դուք ունենում եք 510 max A06 գժական դիմացի կախոցը ոչ թե Macpherson-ը, այլ թանկանոց 3 լծականի 30000 պլյուս դոլար ավտոյի մեջ դրվող թանկանոց կախոցով հերիքշին դիմացին ստատեղները տակացում հովացում ունի այս գնի մեջ 20000-ի մեջ հետևներ ունի ժողովուրդ ջան տենց բան вообще ոչ մեկ չունի BYD-ի մոտ հետևի ստատեղերի տակացում հովացումը Վանչուանֆու ջան դու տեղյակ ես մա տեղեկացի սկսում է $30000-ից դու պետք է առնես Սիլայինի հետև քաշող full կոմպլեկտացիան ինչ արժի 32000 պլյուս որ ունենաս հետևի ստատեղերի տակացում հովացումը լավ չեք դուք այս մարդիկ 10600 պետք է ապրել ունեն իսկ ոչ մի ավտո ոչ Սիլայն 06 ոչ Yuan Plus, էլ Yuan-ը չասեմ, вообще ոչ մեկ էլի 30000 մեջ ծտարի տակասում հովացում հետևի չունի, ինչը կարևոր է երեխաների համար։ Դրա համար մի չանգանից օրինակ վերցրեք Հարգաժան Վանչուանֆու ջան, ու մի հատ այս խնդրումը մի հատ դուզեք, որովհետև ձեր չանգանը ասած ծբխելա պատերով դուք հիմա իջնում եք։ Հատկապես չգիտեմ Հայաստանում։ Հիմա բոլորը նայում են չանգանիան կամ Ձիպալն առում, Ձիպալ 0.0 կամ Չանգան 1006 հեսա փարկասու արդեն մարդիկ զարթում են, հասկանում են, որ նույն Երևանյան հոնչի արժեքն է 7.350.000 դրամ, բայց 10 անգամ հոնչի այդ ավտոն լավն է։ 10 անգամ։ Ուղղակի պետք է 50 օր սպասել, ու 45 կարող է։ 45 օր սպասեք 10 անգամ հոնչից լավ մեքենա կշտեք, ժողովուրդ ջան, ես հավատ անեմ, այդ հոնչից յան տվեք։ Թուրիմացությունը այդ ավտոն մի առեք այդ ավտոն, էլի աղբոր պես։ Կամ ինձանից մի առեք, էլի ինձ ինչ զանգեք, էլի ես խնդրում եմ, էլի։ Որ զանգում են հոնչ են ուզում, ասում աղբոր ջան, աղբոր պես գնա ուշտի ծառ։ Ես ժեղ չեմ ծախում։ Մի խոսքով, սեդաների սեգմենտում միանշանակ առաջ տեղը A06, նույնիսկ A07-ից լավն է։ Նույնիսկ A07-ից A06-ը լավն է։ Հետո երկրորդ տեղում BYD Kin-L, էլի հետև քաշող ստացված մեքենա է, նու երրորդ տեղում Nissan N7, բայց արշևի քարշա կա։ Ու երրորդ տեղում է որտեվ Kin-L-ն էլ Չանգան A06-ը հետևի քաշակեն նենց ոնց պետքա լինեն։ Նու A06 եւ միակ մինուսը որ մի քիչ տենց հզոր չի 163 ձեուժա, հա, Kin-L-ը 218 է, բան չասացի։ Բայց մնացած առումներով այդ ավտոն վերջն է։ Ուղղակի սենց հեսա բուկվալնը մի 10 օրից այդ ավտոյի ռևյուն ես կանեմ, հեսա հայ մայիսի 6-ին 7-ին հասնելու է Երևան, ամսի 10-ին ես այդ ավտոյի մանրամասն ռևյուն կանեմ, ու դες կապացում փաստերով, որ այդ ավտոն լիարժեքորեն միանշանակ ուղաներ բա առաջ տեղում է սեդաների մեջ $20000 մեջ թե տաքսի քշելու համար բիզնես էլ գնում Yandex-ում թե ընտանեկան մեքենա որպես կապ չունի հոնչի ինչ ընտանեկան մեքենա հա մաքսիմում տաքսի իտո ես խոր չեմ տալիս իտո չարժի մի խոսքով Ժողովրդյան սեդաների մեջ չեմ ուզում ավել բարձրանալ որովհետև ավելի տենց սեդան տենց մեկ էլ BYD հանել էլ տրանք թանկ են չեմ ուզում անդրադառնամ հայելի լավն են նու A07-ն է մեկ էլ 22 նու հիմա պատվիրելը մի քիչ խնդիր է նու հա մեկ է 20000-ի մեջ կա 550 կիլոմետր գնացող A07 ինչը պրեմիերա գնում արդեն հա եթե դուք տաքսու համար եք նախընտրում ճիշտ է A07-ն է ոչ թե A06-ը չանց A06-ը ավելի լավն է բայց հա 550 20200 է հիմա մոտ պատվերով Չինաստանից միայն պատվեր Չինաստանից նու գործարանից մի 3.5 ամիս կտևի բայց հա արժի բայց ինքը խադավուն հաստատ զիջում է որակային A06-ին միանշանակ դիմացը ստանդարտ Macpherson-ը առասարակ խադավուն տենց ես ինչ տենց պինդ չի ոնց որ A06-ի մոտ ոնց որ BYD Kin-L-ի մոտ էդի պետք է գիտակցեք բայց հա պրեմիեր գնացող ավտոն ընդհանրապես $20200 կարծեմ ընդհանրապես հա կոպեկներ լյուքս դասի 7-րդ սերիայի BMW-ի գաբարիտների ավտոյա $20000 թափ-թազա գործարանից պատվեր 26 թիվ Просто 550 պրեմիումը ոչ թե 730 ֆլեգշիպը գործարան 700 ֆլեգշիպ չի տալիս չգիտեմ խի Այն ինչ որ համախակումները չգիտեմ ինչա մի խոսքով նկատի ունեցեք այս ավտոների մասին տաքսի վարելու համար կամ A06 բիզնես է գնում կամ A07 պրեմիերա գնում մրցակից չունեն մորթեր են բոլորին ինչ BYD ինչ հոնչի առավել եւս մի արեք ինչի ժողովուրդ ես խնդրում եմ մի արեք դուք ձեր փողը ջուն եք գցում նախ դուք այդ ավտոն երկրորդական շուկայում էլ կյանքում չեք ծախի կամ եթե ծախեք կես գնով ամենից դժում եք էլի հա եթե տաքսո պարկետեր եք դա հոնչի բայց հենա Nevo A06 ինչ հոնչի մի հատ նայեք այս Nevo A06-ի ուղղությամբ ժողովուրդ ջան ոնց որ թե բյուջետային սեգմենտում ավտոները այսքանն էին ավելի լյուքսայինները ձեզ կներկայացնեմ մյուս հոլովակում թե ինչ որ բենզինային վալողներ ինչ որ ոգևորվել են ինձ թվում է ինձ մեզին ավտոները չինականից լավն է լուրջ եք ասում Այսօր այսքանը, եթե այս պահին ընտրում եք կամ ճաշում եք, համ եկել անպայման, մի հատ անպայման այս հոլովակը նայեք, ժողովուրդ ջան, մարդիկ փաստերապապստած կցող են, շարունակում են իրենց կցողական գործունեությունը, առ այսօր թարմ-թամ էլի դուժող է հայտնվել, թարմ-թամ, ամեն ինչ եմ ուզում տամ, բայց թարմ-թամ էլի դուժող է այս մարդկանց գործունեությունից 26 թվականի մայիսի 1-ն է այսօր։ Հարգարժան Իրապա համակարգ ջան, այս մարդիկ
շարունակում են մարդկանց գցել, ավտոների փողերը վերցնել, ավտոներ չտրամադրել։ Մի հատ նայեք այս հոլովակը, խնդրում եմ ձեզ, ու տվեք ձեր գնահատականը։ Ոնց կարա լինի Հայաստանի Հանրապետություն sense բան, որ մարդիկ շարունակեն մարդկանց գցել տարիներ շարունակ ու պատիժ չկրեն։ Շնորհակալ եմ այսօր այսքանը, եթե այս բանը ընդունում եք կամ ճաշում եք, ապա ծունի յոկը խաղովիկը։ Կհանդիպենք։